Արսեն Ղազարյան, բարև ձեզ։ Խնդրում եմ անդրադառնալ հայ-ֆրանսիական հարաբերություններին, ինչի չի կնքվում Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական ամենաբարձր պայմանագիրը եւ ռազմավարական համագործակցության զերծ պայմանագիր։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում։ Հայ-ֆրանսիական հարաբերություններն իհարկե այսօր շատ բարեկամական են, բայց ամենաբարձր ռազմաքաղաքական պայմանագրերը չեն կնքվում միայն համակրանքով կամ գեղեցիկ հայտարարություններով։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության առանցքային երկիր է, նրա անվտանգային պարտավորությունները դաշինքային են եւ նա հազվադեպ է գնում երկկողմ փաստաթղթերի, որոնք կարող են ընկալվել որպես փոխադարձ պաշտպանական խոստում առանց ինստիտուցիոնալ լիարժեք հիմքի։ Երկրորդը, նման պայմանագրերը կնքվում են այն երկրների հետ, որոնք ունեն կայուն անվտանգային համակարգ, պաշտպանական ռեֆորմների հստակ ծրագիր, կանխատեսելի արտաքին քաղաքականություն եւ գործընկերների հետ փոխգործունակ բանակ։ Առանց դրա ամենաբարձր պայմանագիրը նույնիսկ մնում է քաղաքական հռչակագիր եւ ուրիշ ոչինչ։ Հայաստանը չի ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, անկախ պետությունների համագործակցությունից, Հայաստանը շարունակում է դե յուրե մնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը։ Այս պայմաններում Ֆրանսիան Հայաստանի հետ ընտրել է ավելի իրատեսական ճանապարհ, կոնկրետ գործիքներ, սպառազինություն, ուսուցում, խորհրդատվություն, սահմանային կարողությունների զարգացում, մինչև Հայաստանն ավելի համարձակ որոշումներ ընդունելու խիզախություն կունենա։ Հետևաբար հարցը ոչ թե ինչու չի կնքվումն է, այլ երբ ենք մենք դառնում այն պետությունը, որի հետ նման պայմանագիրը դառնում է տրամաբանական քայլ, ոչ թե բացառություն։ Ռազմավարական փաստաթղթերը ծնվում են ոչ թե գեղեցիկ խոսքերից, դեկլարացիաներից, այլ պետության կամքից եւ կարողությունից։